Բարևձեզ, առաջինի եթերում հարցազրույցն է։ Կան անցյալի անուններ, որոնք բռնելով ժամանակի փորձություն այսօր էլ հուզում են շատ շատերին։ Կարելի ասել ստիպում դուրս գալ անտարբերությունից։ Այս անվան դեպքում ավելին կարելի ասել փրկում է այդ անտարբերությունից։ Մենք այսօր կխոսենք Վլադիմիր Վիսոցկու մասին։ Երևանում ցուցադրվել է Վլադիմիր Վիսոցկի «Շնորհակալություն, որ կենդանի ես» ֆիլմը։ Իմ զրուցակիցը ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր Վլադիմիր Վիսոցկու որդի Նիկիտա Վիսոցկին է։ Բարև ձեզ։ Այսպիսով, ինչու որոշեցիք վերադառնալ ձեր հոր կենսագրությանը? Ну, наверное, просто пришло время. Одновременно несколько больших продюсерских компаний. Միաժամանակ մի քանի մեծ պրոդյուսերական ընկերություններ ինձ դիմեցին գեղարվեստական ֆիլմ նկարելու համար Վիսոցկու մասին։ Сделаны сотни документальных фильмов. Իմ հոր մասին 100-ից ավել ֆիլմեր կան դոկումենտալ։ Так сказать, герои, я не знаю, различных воспоминаний, мемуаров. Նա բազմազան հուշերի եւ դեղին պրեսայի եւ այլ նյութերի հերոս է, սակայն գեղարվեստական ֆիլմի մասին մինչ հիմա չի եղել, սակայն խոսակցություններ վաղուց են եղել այդ ուղղությամբ։ Եվ միանգամից շատ մարդիկ որոշեցին այդ իրականացնել։ Առաջինը Էրնստն էր, որը դիմեց ինձ, մենք երիտասարդ տարիքից ծանոթ ենք եղել։ Նա անմիջապես առաջարկեց, որպեսզի գեղարվեստական ֆիլմ նկարենք եւ կոնկրետ դիմեց խնդրանքով, որպեսզի ես սցենար գրեմ։ Ну, всё сказать невозможно, для меня Ամեն ինչ ասել հնարավոր չէ, սակայն ինձ համար դա կարևոր պատմություն է։ Ես դա իմացա ոչ թե հորիցս, այլ 9 օր անց, որս մահվանից հետո, ես 16 տարեկան էի։ Близкий очень мне человек, Сева Абдулов. Ընկերը Աբդուլովը ինձ շատ մոտ մարդ էր, մի քանի խոսքով ինձ պատմեց այդ մասին, 9 օրվա կապակցությամբ հորս մահվան։ Այդ պատմությունը իմ կյանքը շրջեց։ Вот у меня вот какие-то, вот я не знаю, какие-то шоры. Թվաց թե աչքերիս առաջից վարակույր իջավ։ Ես չեմ ասի, որ հասկացա, բայց զգացի, այլ կերպ զգացի, ավելի մեծ կերպ, ավելի հասուն կերպով ընկալեցի հորս։ Ես այդ պատմությունը կրել եմ իմ մեջ երկար տարիներ, եւ երբ Էրնստը կոնկրետ ասաց, որ վերջ աշխատում է, այդ պատմությունը ինքն իրեն գրվեց։ Ֆիլմից առաջին տպավորությունը այն է, որ Վլադիմիր Վիսոցկին միշտ գտնվել է ուշադրության կենտրոնում, ավելի շուտ նրան միշտ հետապնդել են հատուկ ծառայությունները։ Դա է իրականությունը։ Ну, вы знаете, фильм, я повторюсь, художественный. Ես կրկնեմ, որ ֆիլմը գեղարվեստական է, конечно, именно такого героя, именно такого հատկապես այդպիսի հերոս, այդպիսի հետապնդում չի եղել։ С отцом работали. Սակայն այն, որ հորս հետ աշխատել են եւ նրա հեռախոսները լսվել են, դա իրականությունն է։ Для меня именно вот эта история сложилась. Ինձ համար կոնկրետ այդ պատմությունը այն ժամանակ իրականացավ, երբ ես ծանոթացա մի շատ խոշոր ФСБ-ի խոշոր офицер, который, будучи очень молодым человеком, вот в этой истории участвовал только с другой стороны, այս պատմության մեջ, սակայն ոչ թե այն կողմից գաստրոլների կազմակերպիչների կողմից, այլ սպես հատուկ ծառայությունների կողմից է մասնակցել։ Եվ նա առանձին խոսակցության ժամանակ պատմում էր, որ հորս տարել են հատուկ ծառայություններ։ Это не просто вымысел. Это не для красного կրկնում եմ, որ դա հորինվածք չէ, դա ուղղակի գեղեցիկ ինչ-որ պատմություն չի հորինած, այլ իրականություն է։ Ну, понятно, я думаю, вы понимаете, что я не отвечу. Դուք երևի թե հասկանում եք, որ ես չեմ պատասխանյա այդ հարցին, մենք ունենք հատուկ պայմանագիր, դա որոշումն է թե պրոդյուսերների, թե ստեղծագործական խմբի, որ մենք չենք ասելու դերասանի անունը, որը խաղում է գլխավոր դերը։ Մենք գնացինք այն ճանապարհով, որ ընտրեցինք դերասանին, որը մաքսիմալ նման է Վիսոցկուն, եւ որոշեցինք, որ եթե մենք ասենք թե ով է խաղում Վիսոցկու դերը, դա կխանգարի ընկալել ֆիլմը, որովհետև մարդիկ այսպիսի խաղ կա, գտեք 10 տարբերություն։ Նրանք կսկսեն գնահատել գրիմերի աշխատանքը, հնչյունային ռեժիսորների աշխատանքը եւ ոչ թե ֆիլմը նայել։ Մենք մի քանի խմբեր ենք ընտրել եւ փորձարկել ենք դա։ Առաջի 40 րոպեն իրենց ասում ենք թե ով է խաղացողը եւ
մոտ 40 րոպե ֆիլմի իրենք կորցնում էին։ Եվ իրենք ավելի շատ կենտրոնանում էին տեխնոլոգիայի վրա, ով է խաղում, ինչպես է արված, փոխանակ կենտրոնանան ֆիլմի վրա։ Դա իհարկե շատ կասկածելի որոշում է, սակայն մենք գտնում ենք, որ դա ճիշտ եւ սուր բայց կգա ժամանակը, երբ կասեք, ով է մարմնավորել Վիսոցկը։ Я бы этого хотел сказать. Ես ինքս կուզենայի դա։ Ես շնորհակալ եմ այդ մարդուն։ Ես գտնում եմ, որ դա շատ բարդ եւ հսկայական դերասանական աշխատանք է։ Сам вот этот его поступок, готовность отказаться от себя фактически. Պատրաստակամությունը ինքն իրենից հրաժարվելու եւ իր աշխատանքը ամբողջությամբ նվիրատվելու կինոնկարին, դա շատ տղամարդկային։ Мне бы хотелось то, что называется публично его обнять и поблагодарить в личных встречах. Ես շատ կուզենայի իրեն но как будет это не только от հանրության ներկայությամբ իրեն գրկել եւ շնորհակալություն հայտնել։ Իհարկե առանձին ես իմ շնորհակալությունը իրեն հայտնել եմ, սակայն в титрах фамилии героя, актера, играющего главного героя нет. Сакայն նույնիսկ տիտրերում նրա ազգանունը ես ասեմ ում եմ կասկածում Վլադիմիր Վիսոցկու դերում։ Вы знаете, перед тем как вы это скажете, մինչ այն я вам երբ сразу կասեք, скажу, ես ձեզ ամիջապես կասեմ, որ ես ոչինչ չեմ պատասխանել, ոչ այո, ոչ ոչ։ Իսկ ձայնը ձերն է հաստատ։ не могу сказать. Չեմ կարող ասել։ Լավ, հարգելի вы не сердитесь, в этом нет какой-то тайны, это договоренность, дисциплинированный человек. Я не считаю, что это моя картина. Թիմի անդամ եմ եւ դա իմ ֆիլմը չի, դա 850 հոգու աշխատանք է եւ свой какой-то закон, свой сговор. Ցանկացած աշխատանք ունի իր պայմանները եւ ես մասնակցում եմ այդ պայմանավորվածությունը, մենք պայմանավորվել ենք, որ դա կմնա մեր մեջ եւ ոչ ոք Я повторяю, не для того, чтобы заинтриговать. Ես դա կրկնում եմ, որ մենք դա արել ենք ոչ թե նրա համար, որպեսզի ինտրիգ ստեղծենք, այլ միայն նրա համար, շատ մեծ լսարան է հավաքել, բայց ամենաշատն է քննադատվել։ Մենք աշխատել ենք ամերիկացիների հետ։ Очень такие очень технологичные. Իրենք տեխնոլոգիապես շատ պատրաստված են։ У них есть такая технология, уже когда идет картина, уже ничего нельзя изменить. Они проводят, ну, то, что называется экзит-пол. Ֆիլմը արդեն նկարահանվում է։ Они опрашивают людей на выходе из кинотеатра. Իրենք մարդկանց ֆիլմից հետո, դիտումից հետո հարցեր են հարցնում են։ Հարցում են անցկացնում 70%-ը մեզ մոտ պատասխանել են, որ իրենց շատ է դուր եկել, 20%-ը պատասխանել է, որ դուր է եկել, բայց ոչ շատ, 7%-ն ասել է, որ 8%-ն ասել է, որ դուր չի եկել, 2%-ն ընդամենը ասել է, որ առհասարակ չի ընդունում։ Крайне агрессивная реакция. Я с уважением к ней отношусь, я предполагал такую реакцию, вот, но поскольку картину по разным подсчетам уже посмотрело там от 12 до 15 миллионов человек, то 10% людей, которые не приняли картину, это население большого города. Я думаю, что главная причина Կարծում եմ գլխավոր պատճառը негатива, այդ բացասական վերաբերմունքի, что и у позитивных реакций. То есть люди по-разному, диаметрально по-разному относятся к одному и тому же. Նրանում է, որ մարդիկ նույն երևույթին տարբեր վերաբերմունք են ցույց տալիս։ Ֆիլմը բնականաբար միանշանակ չէ։ Բացասական հերոսները դրական գործողություններ են կատարում եւ հակառակը դրական հերոսները ունեն թերություններ եւ թուլություններ։ Որոշ մարդիկ կարող են դա ընդունել եւ համարել, որ դա ֆիլմի դրական կողմն է, մյուսներն էլ ասում են այդպես չի կարելի անել, իսկ մարդիկ կան, ովքեր պարզապես ասում են թողեք, որպեսզի Վիսոցկին մնա մեզ համար սիմվոլ, թող մնա չհաղթված եւ չգերազանցված։ Մարդիկ կան, որ ասում են երիտասարդները չեն սիրի այդպիսի Վիսոցկի։ Այստեղ ես կասեմ, որ մեր ֆիլմը կատարեց մի շատ կարևոր ֆունկցիա։ Երիտասարդ մարդիկ, ովքեր ծնվել են հորս մահվանից հետո, շատերին թեքեց դեպի իրեն։ Զարգացան ինտերնետ ռեսուրսները, դրանք հիմնական երիտասարդ մարդիկ են, ովքեր ուզեցել են նայել, ներբեռնել
խանութներից պարզապես մաքրել տարել են բոլոր գրքերը իր բանաստեղծություններով, մի քանի անգամ գրքերի վաճառքն է բարձրացել։ Ես դա ասում եմ, որ մենք լավ ենք աշխատել հենց կոմերցիոն տեսակետից եւ երիտասարդ աուդիտորիայի հետաքրքրությունը կարողացել են գրավել։ Այդ քննադատների մեջ ենթադրում եմ, որ կան ձեզ հոգեհարազատ մարդիկ։ Այս պահի հետ ինչպես վարվել։ Я надеюсь, что я успел вот за эти несколько минут. Ես հուսով եմ, որ ես հասցրեցի այս մի քանի րոպեվա ընթացքում կարողացա համոզել հանդիսատեսին, որ ես глупый, не понимающий. Ես շատ հիմար մարդ չեմ եւ անհասկացող մարդ չեմ։ Եվ ամեն դեպքում ես ձեզ պատասխանում եմ, մենք երկխոսության մեջ ենք։ Ես հասկանում եմ այդ սուր ռեակցիան առաջին բառնից գրելուց առաջ։ Ես վստահ եմ, որ ես դրան պատրաստ եմ, ես հասկանում եմ, որ մարդիկ, ովքեր մոտ են եղել հորս հետ, это не будет просто фильм. Երբեք իրենց համար դա պարզապես ֆիլմ չի լինի։ Մենք բոլորս, ով ճանաչում ենք հորս եւ մոտ ենք հետը, մենք բոլորս իրենից վառված ենք, մենք բոլորս իրենից վարակված ենք։ Մեզ համար շատ ցավալի է, եթե մի սխալ բառ է ասվում իր մասին։ Ես հարգում եմ հորս ընկերներին, նրանք ինձ համար կարծես Ցեզարի կինը լինեն, իրենք վեր են ամեն տեսակի կասկածներից самое сложное, что случилось. Եվ ինձ համար իրոք դա շատ բարդ իրավիճակ էր, բայց ես կրկնում եմ, որ դա ով էլ նկարեր այդ ֆիլմը, միևնույն է այդ ռեակցիան կլիներ իր մոտ մարդկանց կողմից։ Դուք ինչպես եք վարվում ձեր հոր անցյալի հետ, ավելի շուտ այն մարդկանց հետ, ովքեր այդ անցյալից են եւ այսօր ապրում են ձեր կողքին։ Люди все разные, я бываю разный, մարդիկ տարբեր են, ես ինքս էլ եմ տարբեր լինում, մենք կարող ենք խոսել կանանց մասին, ֆուտբոլի մասին, եղանակի մասին, եւ պարտադիր չի, որպեսզի ես խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր ճանաչել են իմ հորս, միայն խոսեմ հորս մասին։ Հորս որոշ ընկերները արդեն դարձել են իմ ընկերները, դրանք իմ մեծ ընկերներն են, տարեց ընկերներն, ովքեր պատրաստ են ինձ օգնելու, եւ ես նրանց կարիք ունեմ, իրենք էլ իմ Люди сказали, мы дружили с Володей. Որոշ մարդիկ ասացին, որ մենք մոտ ենք եղել Վալոդիայի հետ, նրա երեխաները։ Դա մեզ չի վերաբերում եւ մենք իրենց հետ չենք շփվում։ Սակայն այն մարդիկ, ում հետ հաճախ կամ ոչ շատ հաճախ, օրինակ նկարահանումների ընթացքում, եթե պատահում է որպեսզի շփվեմ, наверняка я уверен, что я в течение сегодняшнего дня в Ереване վստահ եմ, որ այսօրվա ընթացքում ես մի քանի այսօր ես մի քանի մարդու կտեսնեմ, մի քանի մարդ, ով կասի, որ ես այսինչ տեղում տեսել եմ ձեր հորը, նա ելույթ ուներ, ես ձայնագրություններ ունեմ, տեսեք, ես լուսանկարներ ունեմ, ես վստահ եմ, որ կտեսնեմ նաև Հայաստանում այդպիսի մարդկանց։ Иногда с такими людьми вдруг бывает очень легко. Ինձ երբեմն այդպիսի մարդկանց հետ շատ հեշտ է լինում շփվելը, քանի որ մենք երկուսս էլ հիշում ենք եւ սիրում ենք այն, ինչ մեզ միավորում է սերը դեպի Վիսոցկին գոյություն ունի արդեն 30 տարի, սակայն իմ կարծիքով նա դեռ շարունակում է մարդկանց միավորել, շատ տարբեր մարդկանց։ Եվ երբեմն ինձ շատ հեշտ է լինում հորս մոտ մարդկանց հետ շփվելը։ Վիսոցկին հակասական կերպար է։ Դա, об этом картина։ Այո, հենց այդ մասին է ֆիլմը։ Դա ձեզ օգնում է այսօր, թե ընդհակառակը խանգարում։ Очень объемный вопрос вообще вот շատ ծավալուն հարց է այն մասին, թե ինչ է Վիսոցկին այսօրվա այսօր եւ ինչ է ինձ համար, իր ժամանակակիցների համար, երիտասարդության համար։ Мы и многие его близкие, в том числе, наверное, я переусердствовали в таком возведение такого бронзового памятника. Մենք կարծես թե մի քիչ չափից շատ ջանքեր գործադրեցինք, որպեսզի մի արձան կառուցենք, որպեսզի Վիսոցկու ներկայացնենք որպես անթերի մարդ։ Մենք ասում ենք, որ նա անթերի մարդ է եղել, որ նա դրական կերպար է եղել, եւ քիչ է մնում, որ շուտով պիոներներ ընդունեն իր արձանի մոտ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հիմա հետ դառնանք եւ խոսենք միայն
բացասական բաների մասին, սակայն մենք պետք է փորձենք իր մասին խոսել օբյեկտիվ կերպով եւ ճիշտ է, ճշմարտությունը պատմել։ Ցանկացած մարդ հակասական է, հատկապես ռուս բանաստեղծը, եւ ջրի վրայով առհասարակ միայն մեկ մարդ է ողջ պատմության ժամանակ քայլել։ Մենք բոլորս էլ ունենք մեր թերությունները։ Դուք հարցրեցիք ինձ, դուք ասացիք հակասական մարդ, ես չգիտեմ ինչքանով ճիշտ է դա թարգմանվել, նա միանշանակ լուսավոր եւ հանճարեղ մարդ է, բայց ես կրկնում եմ, որ նա իրոք հակասական է պրոբլեմներով եւ մի նրբերանգել Վիսոցկու ժամանակներում կային մարդիկ, ովքեր կարող էին նրան օգնել, բայց չարեցին դա, լքեցին։ Բայց այսօր նրանք գտնվում են Վիսոցկուն պաշտողների եւ երկրպագուների շարքում։ Բարդ իրավիճակ է պիտի խոստովանել ձեր համար։ Я написал Ես գրեցի кроме сценария еще такую книгу, это называется, это как бы такое, ну такая киноповесть. Կինոպատմված նույն նյութի հիման վրա։ Եվ այնտեղ ես օրինակ բերեցի свое мнение на эту тему по отношению к людям, которые действительно այն մարդկանց մասին, ովքեր կարող էին օգնել, սակայն չօգնեցին։ Там один из героев. Այնտեղ հերոսներից մեկն ասում է. Ինչու уснули ученики Христа. Ինչու Քրիստոսի աշակերտները քնեցին։ Նրանք բոլորը ձկնորսներ էին, երբ ձուկը գալիս է, ձկնորսները շաբաթներով չեն քնում։ Իսկ այստեղ իրեն խնդրում էր, որպեսզի չքնեին, իսկ նրանք քնեցին։ Такая жизнь. Мне кажется, что и кстати, в этой нашей картине есть вот это вот ощущение некого легкомыслия и безответственности людей, которые как бы должны за него были отвечать. Но мне кажется, что это должно привести не к тому, чтобы сказать, как вот он виноват в том, что Высоцкому было плохо, а в том, что Մոսկվա բայց չենք նկատում, չենք օգնում։ Կյանքն այդպիսին է, մենք բոլորս մարդիկ ենք եւ բոլորս էլ սխալներ թույլ ենք տալիս։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, հատկապես հորս մոտ մարդկանց։ Իսկ եթե այսօր մարդիկ կան, ովքեր փորձում են մոռանալ ինչ-որ վատ բաներ, որ ունեցել է հարաբերությունների մեջ իմ հոր հետ, եւ սկսում է ստեր պատմել այն մասին, թե իր դերը Վիսոցկու կյանքում ավելի մեծ է եղել, դա մարդկային առումով հասկանալի է։ Ես երբեք չեմ փորձում մարդկանց նկատողություններ անել, հատկապես հանրության ներկայությամբ, նույնիսկ եթե շատ այսպես բացահայտ ստեր եմ լսում այդպիսի մարդկանցից։ Դա բարդ է։ Շատերը ինձանից պահանջում են, ինձ ասում են դու պետք է պատասխանես քո հոր համար, դու պետք է իրենց բացահայտես եւ պատժես։ Ես այլ մարդ եմ։ Ես գտնում եմ, որ պետք է լինել ավելի բարի մարդկանց հանդեպ։ Դուք ձեր հայրական տանն եք ապրում։ Ոչ, ես չեմ կարող ապրել այդ բնակարանում։ Երկար տարիներ այդ բնակարանը դատարկ է։ Ես այնտեղ վերանորոգել եմ։ Это было посмертное, ну, предсмертное желание моей бабушки, отцовской матери, чтобы все, что принадлежало отцу, было передано государству, музею. Որպեսզի այն ամենը, ինչ պատկանում էր հորս, որպեսզի ես դա փոխանցեմ թանգարանին, իր գրադարանը, իր իրերը, հիմա սենյակը լրիվ բնակարանը լրիվ դատարկ է, երկար տարիներ եւ կարծում եմ, որ ես երբեք չեմ կարող այնտեղ ապրել եւ չեմ էլ կարող դա վաճառել, որովհետեւ դա հորս բնակարանն է։ Այսպեսին էր հարցազրույցը։ Իմ զրուցակիցը Նիկիտա Վիսոցկի, ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր։ Հաջողություն։